Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկը մահացել է ոչ թե էներգետիկ ըմպելիքները չարաշահելուց, այլ թոքաբորբից։ Նյուզեեմի մեր գործընկերներին հայտնել է աղջկա հարազատներից մեկը։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե գյուղում խոսում են, որ մահվան պատճառը էներգետիկ ըմպելիքների չարաշահումն է եղել։ Անչափահաս աղջիկը ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով։ Համայնքի ղեկավարի խոսքով նա խոստումնալից մարզիկ էր եւ արդեն հրավերներ էր ստացել տարբեր ֆուտբոլային ակումբներից։ Բաքվի բանտում ապօրինի 20 տարվա անազատության դատապարտված Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, ահազանգել է փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Ըստ փաստաբանի Մկրտչյանի մոտ առկա է լեյկոցիտների քանակի կրկնակի գերազանցում, որն ուղեկցվում է օրգանիզմում զանգվածային բորբոքային պրոցեսներով։ Բժշկական հետազոտությունները վկայում են սրտի ծանր վնասվածքների, մասնավորապես ձախ փորոքի հիպերտրոֆիայի, դիաստոլիկ դիսֆունկցիայի եւ աորտայի անբավարարության մասին, որոնք ուղեկցվում են կրկնվող ցավերով, գլխապտույտով, կրծքավանդակի ցավերով եւ զարկերակային բարձր ճնշմամբ։ Լուսիանա Մինասյանը նշել է, որ ադրբեջանական կողմի պաշտոնական զեկույցներում Մկրտչյանի վիճակը ներկայացվում է որպես կայուն, ինչը հեռու է իրականությունից։ Փաստաբանը կոչ արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել, պահանջելով անկախ բժիշկների ներգրավում եւ անհապաղ բժշկական խնամքի տրամադրում։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը պատրաստվում է միջազգային արբիտրաժային դատարան դիմել նրան պատկանող ձեռնարկությունների գործունեության դադարեցման հարցով, հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։ Նրա խոսքով փաստաբաններն այժմ ակտիվ աշխատանքներ են տանում հայցադիմումների պատրաստման ուղղությամբ։ Վարդանյանը նշել է, որ պաշտպանական կողմը չի սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով, հավելելով, որ այս որոշումը պայմանավորված է իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած անվստահությամբ։ Նա ընդգծել է, որ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն անհրաժեշտ հայցերն ու բողոքները պաշտպանելու համար Ծառուկյանի շահերը։ Բողոքի ակցիա են իրականացնում մուլտիտաբակ գործարանի աշխատակիցները։ Նրանք պահանջում են բացել գործարանն ու վերականգնել աշխատելու հնարավորությունը։ Աշխատակիցների խոսքով ընտանիքի հոգսերը, վարկերն ու հարկերը կուտակվել են։ Մենք ողորմություն չենք ուզում, մենք պաշտոն չենք ուզում, մեր գործարանը բացվի, մեր այս ամբողջ ժողովուրդը այստեղից սնվում է։ Չի կարելի, ինչա նշանակում քաղաքականություն են վարում, մի ամբողջ գործարաններ փակել են, մարդիկ սոված ծառա պատերի տակը, պաշտոն չենք ուզում, հաստիկ չենք ուզում։ Մեր սովորական գործարանը բացվի, մենք Այսօր ես ինչի պիտի իմ աշխատողների հետ, իմ կոլեկտիվի հետ մենք դրսում մնանք։ Մենք իրանցից ոչ ողորմություն ենք խնդրում, ոչ էլ եկել ենք ստեղ, որ խնդրենք, աղաչենք մեր գործարանը բացեն։ Կա օրինական օրենքով որոշված կարգ ու կանոն։ Ստուգեցին, թող պարտավորված լինեն բացեն, այս ստուգման ընթացքում մենք համ կաշխատենք, համ էլ մնացած մեր գործերը կկարողանանք կազմակերպենք։ Մեկ ուրիշ աշխատակից էլ խոսել այն խնդիրների մասին, որոնք կառաջանան, եթե գործարանի աշխատանքը շուտով չվերսկսվի։ Նրա խոսքով պահեստում ունեն մեծ քանակությամբ պայստավորված պատրաստի արտադրանք՝ նյութ, հումք, մասնավորապես թութուն։ Օրական 2 անգամ ստուգվում է միկրոկլիման, որ այն հարմար լինի թութունի պահման պայմաններին։ Այնինչ գործարանի կապարակնքումից հետո այդ ամենը չի արվում։ Մուլտիտաբակ գործարանը 130-ից ավելի աշխատակից ունի, որոնք արդեն 9 օր է մնացել են առանց աշխատանքի։ ԱՄՆ-ին հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն եւ իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիլողամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին եւ հույս հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Մոսկվայի մարզում ռազմաարդյունաբերական օբյեկտների դեմ պլանավորված ահաբեկչական գործողությունների կանխման մասին։ Ըստ պաշտոնական վարկածի կանադական արտադրության 35 անօդաչու սարքերը Ռուսաստան են ներկրվել իսպանական սալիկների մեջ թաքցված։ Ռուսական հատուկ ծառայությունները արձակումների կազմակերպման համար մեղադրում են рэպեր Կիևստոներին, որը ըստ նախնական վարկածի համագործակցել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ։ Գործով ներգրաված կասկածյալներից մեկը սպանվել է ձերբակալության ժամանակ, իսկ մյուսները տվել են խոստովանական ցուցմունքներ։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը կտրուկ սրվել է։ Հորմուզի նեղուցի շրջանում Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նավահանգիստների ռազմածովային շրջափակումը, պատճառաբանելով արևտրային նավերի անվտանգության ապահովմամբ։ Ի պատասխան Իրանը հայտարարել է, որ նեղուցը երբեք չի բացվի ամերիկյան ագրեսիայի պայմաններում։ ԱՄՆ-ն 3 օր անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի տարբեր շրջաններին, ներառյալ Քիշ, Քեշ եւ Աբու Մուսա կղզիներին, ինչպես նաեւ Բանդար Աբբաս, Բուշեր ու Օմիդիե քաղաքներին։
Իր հերթին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտների, վառելիքի պահեստների եւ հոբ ռադարային համակարգերի ուղղությամբ պատասխան հարվածների մասին։ Բախումների հետևանքով կան մարդկային կորուստներ։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է, որ իրանական թևավոր հրթիռների հարվածից վնասվել են իր 2 տանկերները, ինչի հետևանքով զոհվել է ազգությամբ 1 հնդիկ նավաստի։ Կան նաեւ վիրավորներ։ Հնդկաստանը արձագանքելով իր քաղաքացու մահվանը, արտգոսնախարարություն է կանչել Իրանի փոխդեսպանին, բողոք հայտնելով նավերի վրա հարձակումների վերաբերյալ։ Լարվածությունն ավելի է խորացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Թրամփը մտադիր է 20%-անոց տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռնատար նավերից։ Այս նախաձեռնությունը միջազգային հարթակներում որակվել է որպես ծովահենություն եւ միջազգային իրավունքի խախտում։ Միևնույն ժամանակ Ալ Ջազիրան գրել է, որ ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում այս ռազմական գործողություններին։ Every one of them is underwater. They had ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանի դեմ ԱՄՆ հարվածների վերսկսման մասին, գրել է The New York Times-ը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է երեքշաբթի երեկոյան հզոր հարվածներ հասցնել Իրանին։ Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ Միացյալ Նահանգները կարող է վերացնել Իրանի ներկայիս կառավարության ներկայացուցիչներին։ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հուշագիրը փորձություն էր, որը Թեհրանը ձախողել է։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի բոլոր նավահանգիստների եւ ափամերձ տարածքների ամերիկյան ռազմական շրջափակումը կրկին կսկսվի հուլիսի 14-ին ժամը 23-ին։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գիշերը խմբային հարված են հասցրել Կիևի եւ Օդեսայի մարզի ռազմական օբյեկտներին։ Դրանց թվում ներառված են եղել ձեռնարկություններ, որոնք մասնակցել են հրթիռային սպառազինության եւ ԱԹՍ-ների մշակման ու արտադրությանը, ենթակառուցվածքային օբյեկտներ Յուժնի նավահանգստում, որտեղ պահվում էին 20 յուղային նյութեր Ուկրաինայի զինված ուժերի համար։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ առավոտվանից Կիևի երկնքում թանձր ծուխ է։ Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Տամաշ Շույոկին պաշտոնանկ անելու օգտին, գրել է BBC-ն։ Վարչապետ Պետեր Մադյարի ղեկավարած ՏԻՍԱ կուսակցությունն օգտվելով խորհրդարանում ունեցած 2/3 մեծամասնությունից առանց դժվարության ընդունել է սահմանադրության 17-րդ կետի փոփոխությունը, որով դադարեցվել են նախագահ Շույոկի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պոլտի լիազորությունները։ Շույոկն այժմ ունի 5 օր հաստատելու խորհրդարանի ընդունած որոշումը, որը փաստացի նշանակում է իր իսկ քաղաքական կարիերայի ավարտը կամ այն ուղարկելու Սահմանադրական դատարանի քննությանը։ Ավելի վաղ Մադյարը հայտարարել էր, որ եթե Շույոկը դիմի Սահմանադրական դատարան, նրա նկատմամբ կսկսվի իմպիչմենտի գործընթաց։ Շույոկը համարվում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի համախոհը։ Օրբանն իշխանությունից հեռացել է այս տարվա ապրիլին։ Ուկրաինայի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակետը սխալ է։ Այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի նախորդին հնչեցրած հայտարարությունները։ Հուլիսի 13-ին Շուշիում ընթացող գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Բաքուն անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ալիևը նաև կոչ էր արել պաշտոնական Կիևին չհամակերպվել ուկրաինական հողերի օկուպացիայի հետ։ Պատասխանելով այս հայտարարություններին Պեսկովը նշել է. «Գոյություն ունեն մի շարք պետություններ, որոնց հետ թեև մենք շատ սերտ հարաբերություններ ունենք, բայց նրանք նման տեսակետ են որդեգրել։ Մենք այդ մոտեցման հետ կտրականապես համաձայն չենք, եւ դա տարակարծությունների տեղիք է տալիս»։ Նա նաև հավելել է, որ արկա տարաձայնությունները չպետք է ստվերեն երկկողմ ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Մենք բոլոր խողովակներով հետևողականորեն եւ հիմնավորված ձևով կբացատրենք, թե ինչու ենք Ալիևի մոտեցումները սխալ համարում, ընդգծել է Պեսկովը։ Առաջին անգամ պատմության մեջ ուկրաինացի զինծառայողները մասնակցել են Փարիզում Բաստիլի գրավման օրվան նվիրված ռազմական շքերթին։ 25 ուկրաինացի զինծառայողներ քայլել են կամավորների կոալիցիայի երկրների զինվորների հետ։ Սա Ֆրանսիան ներկայացրել է որպես Ուկրաինային աջակցության խորհրդանշական քայլ։ Ռոմում ԱՄՆ դեսպանատան տարածքում մեկնարկել են Իսրայելի եւ Լիբանանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Պատվիրակությունները դիվանագիտական առաքելության են ժամանել առանձին եւ քողարկված, օգտագործելով սովորական իտալական համարանիշներով ավտոմեքենաներ։ Փակ ռեժիմով ընթացող այս քննարկումները ըստ նախնական տվյալների կշարունակվեն մինչև չորեքշաբթի։ Հանդիպումների նպատակը Վաշինգտոնում ստորագրված շրջանակային համաձայնագրի կետերի, այդ թվում Լիբանանի հարավում Իսրայելի համար անվտանգության գոտու պահպանման իրագործումն է։